Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 14-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 14-ին։ Օձեր կան, հնարավոր է նման վերաբերմունք է ձեր նկատմամբ, հնարավոր է դա իմաստություն է, կարող է և ձեր հեղինակության հետ է կապված, ինչ-որ մի բան է ձեզ մոտ փոխվում և դրանից էլ ավելանում են օձերը։ Ոմանք այդ օրը օգնություն կստանան, ոմանք հենց հեղինակություն, ոմանք նաև հանդիպում, շփում որևիցե պետական աշխատողի հետ, նաև ուժ է դա, ուժը հավելյալ կամ դրանց բամբասանքն է ձեզ հավելյալ ուժ տալիս, կամ ինչ-որ կարող է պաշտոն եք ստանում, կամ ինչ-որ մի բան եք այստեղ, բարձրանում եք ձեր տնօրենի աչքին և այլն։ Եվ այդ օրը հանդիպում շփում որևիցե աղջկա հետ կամ կնոջ հետ, տեսնենք ով է, խորամանկ կին է, այդքան էլ մի վստահեք այդ կնոջը, որովհետև տեսնում եք, խաբեբա է, կարող ինչ-որ մի բան է ձեզ հենց պահանջում, կամ ինչ-որ մի ձևով, այնպես որ ուշադիր եղեք և մի կարող հենց օձը ինքն է։ Այսքանը ձեզ համար, դա հենց երևի դրամա էլ եկավ առաջինը, որ իմաստուն եղեք և մի տրվեք որևիցե այստեղ կնոջ ասածներին, մի հավատացեք ոչինչ այդ օրը։ Միայն այս մարդն է, որ կարող է նաև այս կինը, նաև այս մարդն է, ինչ-որ մեկը, որ փորձում է ձեզ օգնել, բայց ինչ-որ մի բան ունենալով, տակային, որ ասում է, հենց այնպես չի անում ձեզ լավություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, եզերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 14-ին։ Հանդիպում, շփում որևիցե կնոջ հետ, նաև տղամարդու հետ, երկուսն էլ առանձին, տեսնենք ով է այս կինը կամ աղջիկը, կամ ձեր ուսման հետ է կապված, կամ ինչ-որ կին է, ում մասին կարող եք ինչ-որ բաներ իմանալ, գաղտնիք բացահայտվի իր մասին, նաև ինչ-որ մեկն է, որ ձեզ դաս է տալիս, կարող գայիս է ձեր տուն և դաս է տալիս ձեզ։ Ծառայություն է մատուցում, կամ նման որևիցե մի բան։ Եվ ինքը կարող է ձեզ համար որևիցե գաղտնիք բացահայտել, ինչ-որ մի բան կարող եք իմանալ։ Ոմանք էստեղ սիրո խոստովանություն կանեն, կարող է տղաների համար այս կինը ձեզ ինչ-որ սիրո խոստովանություն է անում։ Համենայն դեպս սիրո խոստովանություն, դուք կանեք, ձեզ կանեն, սիրված կզգաք մարդկանց կողմից, նաև կարող եք սիրահարվել, ինչ-որ հարազատների շրջապատում կարող եք լինել։ Եվ տեսնենք ով է այս տղան, ում հետ կարող եք հանդիպել կամ խոսել, հեռախոսով, նամակով, նամակագրական կապի մեջ եք լինում այս տղայի հետ, կարող ձեր սիրելին է, ձեր եղբայրն է, ձեր տղան է, ինչ-որ մեկն է, ում հետ նամակագրական կապի մեջ կլինեք կամ իրենից նորություն կարող եք լսել։ Փաստաթղթեր տա ձեզ, դուք տաք փաստաթղթեր իրեն, ինչ-որ թղթերի հետ կապված կարող է նամակ եք ուղարկում իրեն, պոչտա եք ուղարկում իրեն և այլն։ Այսքանը կամ ինքը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 14-ին։ Մի փոքր խոչընդոտներ են, տեսնենք ինչի հետ է դա կապված, կամ ճանապարհի հետ է կապված, կամ հյուր գնալու, հյուր գալու, հյուր է ուզում գալ, բայց չի կարողանում, ինչ-որ խնդիրներ կան,
Նաև դա կարող է լինել հենց հյուրն է ձեզ խոչընդոտներ ստեղծում, որովհետև նա գալիս է եւ չեք կարողանում դուք այլևս ուրիշ ինչ-որ բաներ անեք։ Ստիպված իրանով եք տարվում եւ ձեր գործերը մնում են։ Նաև դա կարող է լինել նորություն, կարող է ինչ-որ բանի եք սպասում, դեռևս չկա, ինչ-որ բան է, որ առաջ չի գնում դեռևս, իրենից ոչ մի լուր ու պատասխան դեռևս չունեք։ Այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կարող են լինել, նոր կյանքի սկիզբ, նոր ինչ-որ մի բանի սկիզբ։ Ինչի անդադ հազում երևի մոմից է։ Նաև ոմանք կարող են նոր բիզնես բացել, նոր գործ սկսել, երեխաներ ունենալ, հղիություն, սա նաև մանկամտություն, նաև ոմանք կարող են մանկության տարիները հիշել, ինչ-որ բաներ անել, գնդակ խաղալ կամ նմանվեց ինչ-որ բաներ։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, հնարավոր է լուր տեղեկատվություն դրսից, կարող է դա է, դեռևս ինչ-որ մի խոչընդոտներ կան, չեք կարողանում իմանալ։ Համենայն դեպս ինչ-որ մի լուր է, որը որ դուք հեռվից կարող եք լսել։ Եվ ձեր եթե ցանկություն դեռևս չեք պահել, կարող եք պահել այդ օրը եւ այն կիրականանա անպայման։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, ճագարներին։ Ինչ է սպասվում ճագարներին մայիսի 14-ին։ Ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք կարող են գնալ պետական հիմնարկություն, կարող է լինել ուսման կենտրոն, բանկ եւ այլն, այնտեղ մի փոքր շատ իր եղեք, կարող է խաբեբական կամ նաեւ այստեղ սուտ-խոսան։ Ամենայն դեպս ոմանք շատ աշխատանք կունենան, կարիերայի բարձրացում, փոփոխություն այստեղ, շրջապատված կլինեք այդ օրը այդպես բարձրաստիճան մարդկանցով։ Ուղղակի դուք կարող է լինեք այդ օրը խորամանկ, որ իրենց շրջապատում լինեք։ Նաև դա բարձրացում է յուրաքանչյուր հարցում, սա բարձրացում է, առաջ խաղացում է բիզնեսում, գործերում, ամենուր։ Եվ դե արդեն ասացի խորամանկ անձնավորություն կա, պետք է ուշադիր լինեք, որպեսզի այստեղ ձեզ չխաբեն։ Միգուցե եթե դուք եք խորամանկ լինելու, ապա դա ուրիշ հարց է, բայց նաև ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն։ Այդ օրը ինչ-որ մի շրջապատում կլինեք, որտեղ ոնց կարող է լինել բարձրաստիճան մարդիկ, նաև ձեզ ավելի հասուն կզգաք, ավելի այդպես իմաստուն, կյանքը իմաստ կստանա, ինչ-որ մի բան է այստեղ կատարվում կամ այստեղ միանգամից այս մարդիկ ձեր շրջապատ են մտնում, ձեզ այստեղ ինչ-որ մի պաշտոն կամ առաջ խաղացում տալուց հետո։ Եվ եթե գնում եք պետական հիմնարկություն, այնտեղ ուշադիր եղեք, որպեսզի ինչ-որ բաներ չտան ստորագրելու կամ այնտեղ կարող խորամանկ մարդ նստած լինի եւ ինչ-որ հարցերում նաեւ ձեզ փորձի խաբել։ Նույնն էլ աշխատանքի վերաբերյալ, եթե պետք է գումարը փոխանցի, նոր արեք ինչ-որ գործեր, հա, մի վստահեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 14-ին։ Ինչ-որ մարդկանց մեջ կլինեք, ինչ-որ տեղ կարող եք լինել, շրջապատված։ Նաև սա ոչ է ինչ-որ հասունություն է, կյանքի իմաստ է, ինչ-որ մի բան կարող է լինել, սա նաև պաշտոն է, կարող է ձեզ պաշտոն են տալիս, առաջ խաղացում են տալիս, եւ նորություններ այդ օրը կարող եք լսել, հյուրեր ընդունել, հյուր գնալ, բավական ակտիվ կլինեք, ինչ-որ բաներ կարող պատվիրեք գա ձեզ հասնի կամ դուք ինքներդ կարող եք նման գործերի մեջ լինելը տանել ինչ-որ պատվերներ տալ։ Եվ անսպասելի հանկարծակի ինչ-որ մեկի հետ կարող ծանոթանալ, ինչ-որ կամ փորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ դուք։ Եվ այդ օրը հաջողություն, գումար կստանաք, գումար կծախսեք նաև
Եվ սա նաև ինչ-որ հաջողակ գործարք է, որը որ կարող եք կնքել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 14-ին։ Բավականին ճանապարհներին կարող եք լինել այս այն կողմ գնալ, ոգևորված ինչ-որ գործեր անել, որտեղ դռները բաց են, այդ օրը կարող եք հանգիստ ամեն ինչ անել, ավարտել, ուղղել, կարգի բերել։ Նաև հյուրեր կարող եք ընդունել, դուք գնալ հյուր, ինչ-որ գործեր անեք, առաջ մղեք, սա նաև նոր ծանոթություններ, նոր հարաբերություններ ինչ-որ մարդկանց հետ, նաև ծանոթություն, այսինքն հակառակ սեռը փորձել ձեզ հետ ծանոթանալ այդ օրը։ Եվ դռները բաց են, ինչ ցանկանաք այդ օրը կարող եք անել, յուրաքանչյուր հարցում հաջողության կհասնեք այդ օրը։ Եվ ոմանք կարող են դռներ փակել, ինչ-որ մի բան իրենց հետևից, որը այլևս հարկավոր չէ, ձեզ կարող է այդ ոլորտը դուռը փակեք։ Ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, ոմանք սա նոր ծանոթություն է եւ այդպես նամակագրական կապի մեջ կլինեք։ Փաստաթղթերի հետ կարող եք աշխատել, դասեր սովորել, գրել, ջնջել, այդպես։ Նաեւ նամակ ստանալ, փաստաթուղթ հենց կարող եք ստանալ, եթե սպասում եք նման ինչ-որ բան։ Ցուցակ կազմել ինչ-որ բանի համար, ինչ-որ բաներ գրել կարող ցուցակ եք կազմում եւ գնում եք առևտուր անելու։ Այստեղ այնտեղ փաստաթուղթ եք տանում, տալիս, դռները բաց են, բոլորը կընդունեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 14-ին։ Ինչ-որ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, տեսնենք մոտավորապես որ ոլորտը, չնայած որ շատ մարդ են նայում, հա, շատ կան ձիեր, տեսնենք։ Խոչընդոտները կարող են լինել տան հետ կապված, բնակարանի հետ կապված, տան անդամների հետ կապված հարցերում, նաև տեղափոխման եւ այլն այն ինչ որ կապված է յուրաքանչյուր բան տան հետ, կարող է ինչ-որ մի բան է փչանում, պետք է արագ սարքել, կարող է ինչ-որ շատ արագ որևիցե մի բան պետք է անեք, կամ ուզում եք անել, ուղղակի չի ստացվում։ Նաև տան անդամներին կարող եք փորձել գրել, չեն պատասխանում, դա է ձեզ համար խոչընդոտ, խառնվում եք իրար, դա չնայած այստեղ ինչ-որ հատուկ բաներ չկան, բայց դե նաև այդ օրը ճանապարհներին կլինեք, կարող է երկար ճանապարհ եք գնում եւ այստեղ կարող է տանից տուն եք տեղափոխվում եւ խոչընդոտը նրանում է, որ չեք կարող գտնեք օրինակ մեքենա, որպեսզի տեղափոխվեք։ Նաև գործերը ձեր առաջ կմղեք, ոչինչ չկա ձեզ սպահող, այնպես որ կարող եք հանգիստ առաջ մղել այստեղ նաև առաջ խաղացում, բիզնեսում, գործերում, ինչ-որ գործեր կարող եք անել առաջ մղել, բայց ինչ-որ կապված է տան հետ, մի փոքր այստեղ պետք է կարողանաք հաղթահարել այդ խոչընդոտները։ Եվ կարող հեռվից են ձեզ մոտ ինչ-որ մարդիկ գալիս։ Եվ առաջ խաղացում, շատ աշխատանք, թե կարող է տան հետ է կապված շատ աշխատանքը, պատվերներ կարող եք ունենալ, կարիերայի բարձրացում, նաև կարող գնալ վարչապետական հիմնարկություններ տարբեր, այստեղ բժշկական, ուսումնական եւ այլն։ Ոմանք կարող ռեստորան են գնում, ռեստորան, որտեղ որ փակ է եւ պետք է անպայման ինչ-որ պատվիրեք, նստատեղ նոր հետո գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 14-ին։
Դե այստեղ ինչ-որ մի բան ուզում եք առաջ մղել, բայց այստեղ պետք է հասկանաք, որ պահող որևիցե մի բան կա, հնարավոր է չի ստացվում, որովհետև օձեր կան, նաև կարող է այդ օձերն են ինչ-որ մի բաներ անում, որ այդ ոլորտը ձեզ մոտ կանգ առնի, այդ ոլորտը չկարողանաք առաջ մղել։ Նաև այդ օրը ճանապարհ կգնա կամ գնալու եք ինչ-որ միտեղ երկար մնաք կամ ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի ինչ-որ մի բան չլինի պահող ձեզ մեքենա ստուգեք, նոր հետո գնացեք մի խոսքով։ Նաև որոշ գործեր ձեզ մոտ կարող եք առաջ մղել եւ փորձել կայունացնել այն։ Կարող է ինչ-որ պահեր կային, որ այդքան էլ լավ չէին ընթանում եւ հիմա այն արդեն կարող եք ոնց որ կայունացնել, ձեր հունի մեջ գցեք, հա, այդպես կարճ եւ կոնկրետ ասված։ Բայց այդ օրը մի փոքր ուշադիր եղեք օձերից, շատ բաներ մի պատմեք իրենց, սա նաև ասում է, որ կարող է դուք եք իմաստուն, դու այդ օրը որպեսզի կարողանաք այդ գործերը առաջ գցեք, որ գործերը որ կանգնած էին եւ ձեր այդ ոլորտը սկսեք ավելի նորմալացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 14-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, հնարավոր է առաջարկ, սիրո խոստովանություն, նաև ձեր սիրված կզգաք ձեր հարազատների հետ կլինեք, այստեղ կարող է ձեր թոռներն են գալիս, ձեր երեխաներն են գալի, կամ իմանում եք, որ հղի եք, կամ իմանում եք, որ ինչ-որ մեկն է հղի ձեզ համար շատ կարևոր մարդ, ձեզ կարող են շատ լավ խոսքեր ասել, բարի խոսքեր ասել, եւ ձեր արտաքինի հետ կապված եւ ընդհանրապես վերաբերմունքը ձեր հանդեպ այդ օրը կարող է շատ լավ լինել։ Երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, նաև նոր գործ, նոր բիզնես, նոր կյանք, նորովի ինչ-որ մի բան է այստեղ, նոր մի բան է, այստեղ մարդը ոնց որ սկսում։ Եվ ուշադիր եղեք խաբեբաներից, երբ որ ինչ-որ նոր բան կսկսեք, նոր կյանք կմտնեք, մի վստահեք այդ օրը։ Դե երեխաները կարող է ինչ-որ մի ձևով մի փոքր սուտ խոսեն, նաև չի բացառվում։ Բայց կան խորամանկ մարդիկ կան, թեկուզ իրային հարցում եւս էլի ուշադիր եղեք, թե ով է ինչ է ասում։ Միանգամից մի ընդունեք, որովհետեւ խաբեությունը կա կամ դուք ինքն էլ պետք է այդ օրը այդպես խորամանկ լինեք եւ սիրո առաջարկություն անեք կամ ինչ որ բաներ առաջ մղեք, որովհետեւ այստեղ նաեւ ոմանք կարող իրենց գործերն են առաջ մղում, իրենց բիզնեսն են առաջ մղում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղներին։ Ինչ է սպասվում ակաղներին մայիսի 14-ին։ Ոմանք այդ օրը ինչ-որ մեկից օգնություն կստանան, ոմանք այդպես ուժ կունենան, ուժ կհավաքեն իրենց վրա, ոնց որ հավելյալ այդպես, ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, թեկուզ կամ ուղղակի ինչ-որ մեկի հետ, ով որ հեղինակավոր է, ով որ ավելի հաղթանդամ է։ Նաև ուշադիր եղեք ոստիկանների հետ, պետավտոտեսուչների հետ, եթե մեքենա եք վարում, ինչ-որ մեկից օգնություն է, ինչ-որ մեկ կամ դուք եք դիմում, կամ ինչ-որ մի հարցում կարող օգնում են ձեզ, կամ խոսում եք նման մեկի հետ։ Որոշ գործեր կարող է կայունացնել, կարող է ինքն է ձեզ օգնում, ինչ-որ գործեր կայունացնեք։ Նաև կարող եք գնալ որևէ միտեղ երկար մնալ, ինչ-որ հարցի շուրջ կարող է մարդու հետ եք գնում, երկար մնում։ Տեսնենք լավ ով է այս աղջիկը։ Ամենայն դեպս ինչ-որ մի բանով ձեզ կօգնի այս մարդը, որ ձեր կյանքում ինչ-որ մի ոլորտ կայունանա։ Տեսնենք ով է այս աղջիկը կամ կինը, կամ դուք եք գումար տալու, կամ ինքն է ձեզ գումար տալու, կամ իր հետ կարող գնալ առևտուր անելու։ Իր համար կարող է ինչ-որ մի բաներ եք գնում, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 14-ին։ Մի փոքր ծանր օր է կամ այստեղ կարող է նաև կնունք է երեխայի։ Երեխաների համար է կան հանգստանում։ Համենայն դեպս ծանր օր է։ Ոմանց մոտ նաև կարող է փորձությունների օր է, ոմանք պետք է ինչ-որ կարողանան դժվարություններ հաղթահարել այդ օրը։ Կարմայական հարաբերություններ կարող է լինել, ճակատագրական, այստեղ ինչ-որ քայլ կարող է կանել, կամ հենց դա կարող է հղիությունը լինել, ծննդաբերությունը լինել, նաև ինչ-որ անհանգստություն կա այստեղ, հնարավոր է նաև երեխայի հետ, ծննդաբերության հետ է դա կապված, ամեն ինչը։ Նոր գործ սկսելու համար, որտեվ կարող է ինչ-որ շատ գլոբալ ոնց որ քայլ եք անում եւ դա համար ոնց որ մտածում եք այդ հարցի շուրջ։ Որտեվ լարվածություն կա։ Նաև ոմանց մոտ երեխաների հետ կապված ահարողություն, իրադարձություններ, հղիություն, ծննդաբերություն, նոր գործ սկսել, նոր բիզնես սկսել, նոր կյանք սկսել, կարող ինչ-որ ճակատագրական քայլ եք անում եւ ինչ-որ մեկի տուն եք գնում, մեկի հետ եք գնում ապրելու, ինչ-որ նորից կրկին վերամիավորվելու համար հանուն երեխաների, ինչ-որ մի բան է, որը մի կողմից էլ անհանգիստ եք։ Սիրտը հանգիստ չի այն ինչ որ դուք անում եք, այն ինչ որ կարող է անեք կամ գա ճակատագրով կամ ինչ որ մի քայլ անեք, չգիտեմ, այն ինչ որ մի բան է ամենայն դեպս ձեզ անհանգստացնում է, թե անհանգստացնում է, ուրեմն երկար մտածեք, նոր արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 14-ին։ Ոմանց ամուսության առաջարկ կանեն, ոմանց դուք կանեք ամուսության առաջարկ, սիրո խոստովանություն, նոր կյանք, նոր հարաբերություններ, կյանքում, անձնական կյանքում փոփոխություններ կարող է շատ կարևոր որևիցե իրադարձություն է այդ օրը, շատ եղեք չվիճեք այստեղ։ Դա էլ կարող է լինել փոփոխության պատճառը։ Նաև կարող է տուն եք մաքրում, որպեսզի այդ ահարողությանը պատրաստվեք, որովհետև ինչ-որ շատ կարևոր ահարողություն է ձեզ համար։ Սա նաև գործարք է, եւս ուշադիր եղեք, որպեսզի գործարքի հետ կապված չվիճեք եւ այն չեղյալ չանեք։ Ոմանց համար սա կարող է վեճ լինել, դա համար դուք զգուշացում ունեք, որ ուշադիր եղեք, այստեղ։ Ոմանք կարող փոխում են աշխատանքը, փոխում են տարածքը, գործերն են փոխում, ինչ-որ մի բան է տեղի ունենում։ Սա նաև ոմանք կարող իրոք որոշում են բաժանվել եւ փոխել իրենց կյանքը հիմնովին, ուրիշ կերպ ապրել, նաև ուրիշ տարածք գնալ, ուրիշ թաղամաս գնալ, ուրիշ երկիր գնալ եւ փոխել իր կյանքը։ Նաև ոմանք էլ տուն կմաքրեն եւ ինչ-որ գործողություն կանեք, որպեսզի ձեր ամուսնուն, օրինակ, ասեք, որ դուք հղի եք, որ ինչ-որ նմանատիպ ոչե մի բան։ Այստեղ ամուսնության առաջարկը եւս կարող է ձեր կյանքի մեջ այդպես փոփոխություն մտնել, նոր կյանք, նոր ինչ-որ հնարավորություններով։ Եվ կարող ընտանիքով որոշեք, որ ի վերջո տեղափոխվեք մեկ այլ երկիր։ Փոխեք ձեր կյանքը, փոխեք ձեր ապրելակերպը կամ մեկ այլ թաղամաս տեղափոխվեք եւ այդպես միասին ապրեք։ Կարող է ի վերջո վերջին հրաժեշտն եք տալիս այդ օրը ձեր այդ տանը, որտեղ որ ապրում եք եւ տեղափոխվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։